44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։ Լուրերին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ խորհրդի որոշումը արդեն ընդունված է։ Նա շարունակում է պնդել, այն լիագումար մտցնելու իրավական հիմքեր չկան։ Զեկույցն ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ չմտնելու մասին Սիմոնյանը հայտարարել էր դեռ 3։ Հղում արել ազգային ժողովի կանոնակարգին, որ 2020-ի ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի ժամկետն ավարտվել է, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իրավական առումով զեկույցը դեռ չի հանձնել։ Քննիչ հանձնաժողովի նախագահն իր հակադարձումներն ունի։ Քարտուղարության միջոցով է հանձնվել եւ ես այլ տարբերակ չգիտեմ, բացի ազգային ժողովի քարտուղարությունից նման զեկույցը ազգային ժողովի նախագահին հասցնելու տարբերակ, որովհետեւ եթե խոսք կա գնում, որ պետաիրավական հանձնաժողովի եզրակացություն կա, ես կուզեի տեսնել Վլադիմիր Վարդանյանը Հայաստանում չի գա եւ նա տեսնենք պետաիրական հանձնաժողովը ինչն է ուսումնասիրել, որ ազգային ժողովի նախագահին ասել է, որ ասենք թե կա խնդիր։ Անդրանիկ Քոչարյանը պնդում է, զեկույցը պետք է ներառվի լիագումար նիստերի օրակարգ, լսումների ֆորմատը վիճահարույց է, հարց է առաջանալու, դրանք որ կետի համաձայն են լինելու։ Եթե լիագումար չի մտնում, ինքը արկախված է մնում։ Եթե մտնում է, նշանակում է զեկույցը գոյություն ունի։ Եվ օրենքի պահանջն է, սահմանադրական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Այսինքն, եթե ասում ենք, որ ժամկետն անց է եւ զեկույցը արդեն չի կարա գոյություն ունենա, նշանակում է զեկույցը չկա, ինչն ենք զեկուցելու։ Ես սպասում եմ, որ հաջորդ խորհրդի նիստում կլինի որոշում։ Քննիչ հանձնաժողովի նախագահը շեշտում է, զեկույցը հասարակությանը հասանելի պետք է դառնա։ Հերքեց լուրերը, թե հանձնաժողովի անդամները ծանոթ չեն զեկույցին։ Ասաց, խմբակցության ներսում էլ խնդիրներ չկան, թիմը անհամբեր սպասում է զեկույցին։ Որն է այս պարագայում վարչապետի դիրքորոշումը։ Ես պարոն Փաշինյանը չեմ քննարկել, բայց պարոն Փաշինյանի դիրքորոշումը հայտնված է, երբ որ ինքը 10 ժամ քննիչ հանձնաժողովում պատասխանել է հարցին։ Հանձնաժողովի նախագահը զեկույցի մասին փակագծեր չբացեց, ասաց, այն 215 էջ է։ Իսկ թե քանի տոկոսն է հրապարակման ենթակա, Քոչարյանը նշեց։ Ես պետք է նայեմ մթնոլորտը ինչպեսին կլինի, որտեղ այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին։ Դա այն բացթողումների պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետք է լինի ուղղակի դրանք օր առաջ վերահսկել։ Հարցին զեկույցին արդյոք կհաջորդեն իրավական գործեր, կան արդյոք դավաճաններ, Անդրանիկ Քոչարյանը նշեց, զեկույցում այդպիսի հատված կա, այն իրավաքաղաքական փաստաթուղթ է։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։